Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։ Բարև ձեզ սիրելի հեռուստատողներ, եթերում է մեր պատմությունը հաղորդաշարը։ Այսօր խոսելու ենք հայաստագրական շարժման նշանավոր դեմքերից մեկի աղբյուր Սերոփի մասին։ Բնականաբար հաղորդման մեջ չեն կարող չանդրադառնալ հայդուկային շարժման սկզբնավորման եւ նրա տրամաբանության հարցին, որովհետեւ այս երկուսը միմյանց հետ փոխկապակցված են։ Անդրադառնալու ենք որոշ խնդիրների, որոնք այսօր ցավոք ներկայացվում են մանիպուլացված ձևով հատկապես թուրքական քաղաքագիտական շրջանակների կողմից եւ խեղաթյուրելով հայդուկային շարժման տարբեր անցքեր փորձում են ներկայացնել այլ առանցքից եւ երբեմն փորձ են կատարում նաեւ հայ հանրությանը մոլորեցնել իբրև հայդուկային շարժումը ուղակի դրսից է ներմուծվել եւ չի ունեցել տեղական որևէ ծագում։ Այս խնդիրների մասին եւ հատկապես աղբյուր Սերոփի սխրական ճանապարհի մասին խոսելու ենք այսօրվա մեր հաղորդաշարի եթերում։ Աղբյուր Սերոփը ծնվել է 1864 թվականին Խլաթի Սոխորդ գյուղում։ Խլաթը քաղաք էր Վանա լճի հյուսիսային ափին եւ նրա շուրջը գտնվող բազմաթիվ գյուղերում բավական ստվարածավալ հայ բնակչություն էր բնակվում։ Եվ ահա այդ գյուղերից մեկի ծնունդն է հենց աղբյուր Սերոփը։ Սերոփ Վարդանյանը եղել է Արևմտյան Հայաստանում գործող հայդուկային բոլոր խմբերի ընդհանուր հրամանատարը 1895 թվականից մինչև իր մահը 1899 թվականը եւ հայ ազատագրական պայքարի պատմության մեջ ոսկե տառերով է գրվել նրա անունը հենց այդ շրջանի իր գործունեության շնորհիվ։ Դեռևս երիտասարդ հասակում նա ստիպված է եղել մի բախման ժամանակ ընթարման ժամանակ սպանել քուրդ մի ավազակի եւ այնուհետեւ ստիպված հեռացել է ընտանիքով Կոստանդնուպոլիս։ Աղբյուր Սերոփը կարծում էր, որ հնարավոր է Կոստանդնուպոլսում Օսմանյան կայսրության մայրաքաղաքում խուսափել այն հետապնդումներից, որ հեշտությամբ կարող էին տեղ գտնել նրա հայրենի բնակավայրում։ Ավելի փոքր միջավայրում, ավելի փոքր բնակավայրում ավելի հեշտ էր գտնել նրան, իսկ կայսրության մայրաքաղաքում գուցե հնարավոր լիներ գտնել որոշակի ապաստան։ Այնուամենայնիվ խուսափելով հետագա հետապնդումներից նա տեղափոխվում է Ռումինիա եւ որոշ ժամանակ անց Ռումինիայից տեղափոխվում է ռուսական կայսրության տարածք եւ Բաթումում հաստատվելուց հետո որոշում վերադառնալ Արևմտյան Հայաստան։ Էրգիր, ինչպես բնորոշում էին արևմտահայերը եւ հատկապես հայդուկային շարժման երևելիները։ Նախ նա հաստատվում է Կարինում, այսինքն Արևմտյան Հայաստանի ամենամեծ քաղաքում, այդ ժամանակ կոչվում էր Էրզրում, եւ այդտեղից որոշում վերադառնալ հայրենի միջավայր եւ ստանձնել հայդուկային պայքարի առաջնորդություն։ Նա կարճ ժամանակ անց 1895 թվականից սկսած մեծ ժողովրդականություն է վայելում հայրենի միջավայրում, մասնավորապես Խլաթում, Բիթլիսում եւ հարակից տարածքներում իր ինքնապաշտպանական գործունեությամբ, այսինքն նա տեղի հայությանը պաշտպանում էր թուրքական իշխանությունների եւ քրդական ավազակախմբերի հարստահարություններից եւ հատկապես 1895-96 թվականներին Աբդուլհամիդյան ջարդերի շրջանում դառնում է հայության համար ազատարարի խորհրդանիշ, նրանց վրիժառուն եւ պաշտպանը տարբեր գյուղերի հայերին փրկելով զանգվածային ջարդերից եւ կոտորածներից։ Այս պարագայում աղբյուր Սերոփը դառնում է ամենամեծ հեղինակություն վայելող անձնավորությունը եւ հենց այս շրջանում էր, որ նա ստանձնում է Արևմտյան Հայաստանի բոլոր հայդուկային խմբերի ընդհանուր հրամանատարությունը։ Աղբյուր Սերոփը դառնում է փաստորեն ընդհանուր ֆիդայապետ եւ պատահական չէ, որ հենց նրա հոգացության եւ նրա, այսպես ասենք, թիմային միջավայրի արդյունք են այնպիսի նշանավոր հայդուկապետեր, հայազատագրական շարժման այնպիսի երևելի դեմքեր, ինչպիսիք են Անդրանիկը, Հրայր Դժոխքը, Գևորգ Չավուշը եւ շատ ուրիշներ, որոնց մենք արդեն անդրադարձել ենք առանձին հաղորդումներով։ Այս բոլորը իրենց համար իբրև ավագ հայդուկապետ ընդունում էին հենց աղբյուր Սերոփին։ Եվ պատահական չէ, որ աղբյուր Սերոփի 1899 թվականի սպանությունից հետո Գևորգ Չավուշը եւ Անդրանիկը հաջորդ իսկ տարի լուծում են նրա վրեժը, որի մասին մենք կխոսենք քիչ անց։ Աղբյուր Սերոփը իր գործունեության շնորհիվ շատ մեծ ժողովրդականություն էր վայելում եւ ստանում է շուտով Նեմրութի հսկա կամ Նեմրութի Ասլան այսպիսի մականունները եւ միևնույն ժամանակ հենց Արևմտյան Հայաստանում իր այս գործունեության շրջանում է, որ ժողովուրդը նրան սկսում է կոչել աղբյուր
եւ ֆիդայիների մեջ, հայդուկների մեջ հենց նա տարածված էր այդ անունով աղբյուր Սերոբ Վարդանյանը այս ձևով մնաց հայոց պատմության մեջ, որովհետեւ կյանք էր պարգևում արևմտահայերին, իսկ նրանց պաշտպանում էր ոչ միայն կեղեքումներից, այլ նաեւ ֆիզիկական ոչնչացումից, որտեղ որ իր գործողություններով հայտնվում էր։ Եվ այս անձնավորությունը հատկապես ռազմական մեծ հաջողություն է արձանագրում 1898 թվականի հոկտեմբերի 20-ին Բաբշեն գյուղի մոտ տեղի ունեցած կռվում, որտեղ Օսմանյան կանոնավոր ստորաբաժանումների նկատմամբ կարողանում է հաղթանակի հասնել իր ֆիդայախմբով։ Եվ սա իհարկե բավական մեծ հեղինակություն է բերում նրան իբրև նաև ռազմական առումով ճիշտ մարտավարություն ընտրող եւ թիրախային գործողությունները ճշգրտությամբ կատարող անձնավորություն։ Բայց միևնույն ժամանակ այս գործողությունից հետո է, որ թուրքական իշխանությունները որոշում են, որ պետք է թիրախավորեն նրան եւ արդեն անցնեն կոնկրետ գործողությունների ոչնչացնելու հայդուկային շարժման այս նշանավոր առաջնորդին։ Նման գործողություն անել առանց դավաճանի աջակցության հնարավոր չէր լինի եւ բնականաբար նրա միջավայրում պետք է փնտրեին անձնավորություն, ով ցույց կտար նրա տեղը, կմատներ նրան եւ նախապես կդարձներ նրան խոցելի թուրքական հարձակումից առաջ։ Եվ ահա հենց նման միջամտությամբ դավաճան Ռես Ավեի միջամտությամբ քուրդ ավազակապետ Բշարե Խալիլը 1899 թվականի հոկտեմբերի 24-ին կարողանում է անհավասար մարտում սպանել աղբյուր Սերոբին, նախապես աղբյուր Սերոբը արդեն շրջապատվել էր եւ նաեւ նրա զգոնությունը թուլացվել էր եւ կարողացան անհավասար մարտում սպանել նրան, նրա երկու եղբայրներին, որդուն եւ նրա կնոջը Սոսեին, որ հայտնի է հայդուկային շարժման մեջ իբրև Սոսե Մայրիկ, կարողանում են գերի վերցնել։ Եվ այսպիսով ավարտվում է աղբյուր Սերոբի կյանքի փառահեղ ուղին եւ հայդուկային շարժումը նրա մահվանից հետո մի որոշ փուլ պետք է կարծեք պարալիզացված վիճակում հայտնվի եւ այդ ընդհանուր հուսալքությունը պետք է հաղթահարեն նրա երկու կարևոր զինակիցները Անդրանիկը եւ Գևորգ Չավուշը, ովքեր պետք է հանդուգն գործողություն իրականացնեն հաջորդ 2 տարիներին։ Նախ 1900 թվականին հենց Անդրանիկի նախաձեռնությամբ սպանվում է Բշարե Խալիլը, այնուհետև հայդուկները որոշում են, որ պետք է վրեժխնդիր լինեն նաև Ռես Ավեի ընտանիքից եւ իբրև դավաճանի օրինակ Ռես Ավեի ամբողջ Գերդաստանը ոչնչացվում է, որպեսզի դավաճանական սերմը չտարածվի այության տարբեր շերտերի մեջ, ինչպես նրանք էին բնութագրում։ Այնուհետև հաջորդ տարի 1901 թվականի նոյեմբերին տեղի ունենում մեկ այլ հանդուգն գործողություն, որով արևմտահայերին հայդուկները, մասնավորապես Անդրանիկ եւ Գևորգ Չավուշը իբրև աղբյուր Սերոբի հրամանատարությամբ գործած ֆիդայապետներ փոխանցում էին ուղերձ, որ հայդուկային շարժումն ավարտված չէ եւ ինքնապաշտպանությունը եւս ավարտված չէ, նրանք մտնում են Առաքելոց վանք եւ այստեղ իրենց հանդուգն գործողությամբ նոյեմբերի 3-ից մինչև 27-ը մնալով վանքում ցույց են տալիս, որ հայերի դիմադրական ուժը չի սպառվել։ Աղբյուր Սերոբի մասին խոսելիս մենք չենք կարող որոշակի անդրադարձ չկատարել հայդուկային շարժման ընդհանուր տրամաբանությանը, առանց որի դժվար կլինի հասկանալ, թե ինչ նշանակություն էր նրա գործունեությունը եւ ինչ բնութագրումների այն այսօր արժանանում։ Թուրքական պատմագիտական միտքը եւ հատկապես քաղաքական շրջանակները տարածում են այն հերյուրալից պնդումը, իբրև հայդուկային շարժումը տեղական արմատներ չունի, իբրև արևմտահայերը ապրում էին հրաշալի պայմաններում եւ հանկարծ ինչ-որ պահի օտարածին միջավայրից եվրոպական երկրների միջամտությամբ եւ հատկապես Ռուսաստանի իբրև միջամտությամբ արևելահայերն են իբրև տեղափոխել հայդուկային շարժումը Կովկասից արևմտյան Հայաստան եւ արևմտահայերին, ինչպես իրենք են բնորոշում, վարակել հայդուկային շարժման։ Բայց այս պնդումը ամբողջովին հիմնազուրկ է եւ դրա առնչությամբ մի քանի կարևոր նկատառումներ անենք։ Նախ հայդուկային շարժումը ինչպիսի միջավայրում է առաջացել, ինչու է ի հայտ եկել եւ ինչու է բանը հասել նրան, որ պետք էր ընդհանուր հրամանատարություն ձևավորել։ Բանն այն է, որ դեռևս 1876 թվականին, երբ որ սուլթան է դառնում Աբդուլհամիդ II-ը եւ ի սկզբանե ձախողվում են այն փորձերը, որ կայսրությունում բարեփոխումներ կատարեն, սուլթանը դիմում է հետադիմական գործողությունների,
հատկապես Բալկաններում սլավոնական ժողովուրդների դժգոհությունը նարյան մեջ է խեղդում եւ դրանից հետո 1877-78 թվականների ռուս-թուրքական պատերազմում էլ պարտվում է եւ այս պատերազմի արդյունքներն անփոփոխ Բերլինի վեհաժողովում 1878 թվականի հուլիսի 1-ին ստորագրվում է Բերլինի տրակտատը եւ այդ տրակտատի 61-րդ հոդվածի համաձայն պետք է նա բարեփոխումներ իրականացներ Արևմտյան Հայաստանում։ Այս բարեփոխումները ուղղված պետք է լինեին արևմտահայերի անձը եւ գույքը պաշտպանելու եւ պայմանագրում նշված էր քրդերից ու չերքեզներից պետք է պաշտպանվեր, թեև իրականում հենց Օսմանյան կառավարությունից պետք է պաշտպանվեր։ Սուլթանական վարչակազմը լավ հասկանալով, որ եվրոպական 6 պետությունները Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Գերմանական կայսրությունը, Ռուսական կայսրությունը, Ավստրո-հունգարական կայսրությունը եւ Իտալիան չեն իրականացնելու բարեփոխումների վերահսկողությունը, այդ ժամանակ որոշեց անցնել ավելի կոշտ գործողությունների եւ 1880-ական թվականների առաջին կեսին, հատկապես 1880-ից մինչև 85-86 թվականները կատարվեցին մի շարք քայլեր, որոնք ցույց էին տալիս, որ Օսմանյան կայսրությունը ոչ միայն չի իրականացնելու բարենորոգումներ, այլև հակառակը գնում է ավելի ծերեղ հետադիմական մոտեցումների եւ հայերի իրավունքների իսպառ վերացման, այս պարագայում արևմտահայ սովորական շրջանակներում, այսինքն շարքային գյուղացիների միջավայրում առաջանում է այնպիսի մտայնություն, որ պետք է սեփական միջոցներով մի ինչ-որ բան անել։ Նման մոտեցումը մի կողմից ծայրահեղ, բայց մյուս կողմից հուսահատ քայլ էր։ Արևմտահայ գյուղացին գնում էր նման որոշման, որովհետև չուներ այլ ելք։ Եվրոպական պետությունները այս վեցնյակը, որի մասին խոսեցինք, չէր կատարելու բարենորոգումների վերահսկման իր հանձնառությունը։ Դա ակնհայտ էր նաև սուլթանական ադմինիստրացիայի համար։ Եվ հայդուկները գիտեին, որ նման պարագայում հեռանալով սեփական բնակավայրից պետք է սարձոր դարձնեն իրենց տունը, անտառներում մնան եւ դառնան փաստորեն թուրքական հետախուզության, ոստիկանության ուղիղ թիրախը։ Հենց այս տրամաբանությամբ էլ ի հայտ է գալիս հայդուկ եւ ֆիդայի բառերի կիրառությունը։ Հայդուկը հունգարերեն բառ է, նշանակում է հետևակ, իսկ ֆիդային արաբերեն բառ է, որ նշանակում է զոհ եւ այստեղ կիրառվել է ինքնազոհության իմաստով, այսինքն յուրաքանչյուր հայդուկ, յուրաքանչյուր ֆիդայի գիտի, որ ինքը դիմում է ինքնազոհության եւ երկար կյանք ունենալը փաստացի նրանց համար պետք է ինչ-որ երջանիկ պատահականության արդյունք լիներ։ 1880-ական թվականների կեսերից փաստորեն հայդուկային պայքարը դարձավ ճարահատյալ ճանապարհ, ինքնազոհության ճանապարհ այն արևմտահայերի համար, ովքեր այլ ճանապարհ չէին գտնում, այլևս սпасել, որ եվրոպական 6 պետությունները իրենց հանձնառության հետևից կգնան եւ կկատարեն բարենորոգումների վերահսկողության իրենց պարտավորությունը, որ ստանձնել են Բերլինի վեհաժողովում, արևմտահայերից շատերի համար այլևս հեռանկարային ճանապարհ չէր։ Մյուս կողմից Կոստանդնուպոլսի հայկական էլիտայի մի մասը սերտաճել էր թուրքական էլիտայի հետ, մյուս մասն էլ ավելի առաջադիմական շերտը փորձում էր գտնել ինչ-որ ճանապարհ, որը երկարատև միայն արդյունավետություն կարող ուներ, այսինքն երկարատև ճանապարհ պետք է անցնեին, որ ստանային որոշակի արդյունք։ Իսկ արևմտահայ գյուղացին այլևս չէր կարող սпасել այդ ամենին։ Եվ բնական է, ինչպես Ռաֆին եւ Հովհաննես Թումանյանն են փայլուն բնորոշել, արդեն արևմտահայ առանձին մարդիկ որոշում են, որ պետք է դիմեն այս ճարահատյալ ճանապարհին եւ սար ու ձոր դարձնեն իրենց տունը։ Հայդուկային շարժման առաջին խմբերի հրամանատարությունը 1880-ական թվականների վերջին տեսնում ենք, որ ստանձնում են ազատագրական շարժման տարբեր երևելի գործիչներ։ Այդպիսի անձանցից է օրինակ Արաբոն, Նակ Մարգար Վարժապետը, Արամ Աչկբաժյանը եւ այլ ուրիշ շանավոր դեմքեր։ Այստեղ նաև պետք է նշել, որ սկզբից որոշ հայդուկներ մտածում էին մտնել քրդական հակակառավարական խմբերի մեջ, որպեսզի սեփական հայրենակիցների նկատմամբ թուրքական իշխանությունների գործողությունները չգրգռեին, եւ այդ հակակառավարական խմբերը կոչվում էին չելոներ։ Այդ չելոներից մեկը, օրինակ Կեսարիայի շրջանում գործող մեծ չելոն, ղեկավարում էր հենց ազգությամբ հայ Թորոս Ծառուկյանը։ Եվ այս միջավայրում իհարկե հայ ազատագրական շարժումը հայդուկային փուլում դեռևս սկզբնական շրջանում չէր վերածում ընդհանուր մի ազատագրական պայքարի։ 1895-ին, երբ որ աղբյուր Սերոփը վերադառնում է Հայաստան, նա ստանձնում է հենց ընդհանուր հրամանատարությունը։ Այդ ժամանակ Համիդյան ջարդերի բովում անհրաժեշտ էր ընդհանուր
հրամանատարություն համակարգված գործողություն էր, որպեսզի հնարավոր լինի ցեղասպանական ընթացքը կանխել ինչքան հնարավոր է շատ բնակարարում։ Հարկավոր է նշել, որ սկզբնական շրջանում հայդուկային շարժումը համակարգելու առաջին փորձերը արել է հնչակյան կուսակցությունը, եւ նրանք սկզբնապես նշանավոր հայդուկապետերին փորձում էին իրենց շարքերը ներառել եւ ընդհանուր գործողությունների տրամաբանությամբ առաջնորդել։ Այնուհետև այդ առաջնորդությունը հնչակյան կուսակցությունից անցնում է Դաշնակցությանը եւ օրինակ նույն աղբյուր Սերոփը Ռումինիայում իր գործունեության այդ ընթացքին հենց անդամագրվում է հայ-աղափական Դաշնակցությանը եւ վերադառնալով երգիր իր հենց հրամանատարության ներքո մյուս նշանավոր հայդուկներին ներառում է։ Այսինքն փորձ էր կատարվում կուսակցությունների կողմից հայդուկային շարժումն ավելի կազմակերպված դարձնելու եւ նախկին տարերային բնույթը դարձնելու ավելի կազմակերպված։ Այստեղ կարևոր է թուրքական պատմագիտական եւ քաղաքագիտական շրջանակների կողմից շրջանառվող մեկ այլ կեղծ թեզ եւս մերկացնել։ Նշում է իբրև հայդուկային շարժումը պատճառ է դարձել ցեղասպանության համար, ինչը ամբողջովին կեղծիք եւ սուտ է, որովհետեւ հայդուկային շարժումը 1904 թվականի Սասունի ապստամբության ձախողումից հետո ամբողջությամբ որոշվել է դադարեցվել։ Հենց այդ շրջանում ընդհանուր ղեկավարությունը համակարգումը իրականացնող Դաշնակցության համագումարը որոշել է, որ պետք է հայդուկային շարժումը դադարեցնել եւ զինատար խմբերը դուրս բերել Արևմտյան Հայաստանից եւ 1907 թվականին էլ զոհվեց այդ որոշմանը հակառակվող միակ նշանավոր դեմքը Գևորգ Չավուշը եւ այս պայմաններում հայդուկային շարժումն ուղղակի դադարել էր 1907 թվականին եւ հակառակը հայության վերնախավը էլիտաները որոշել էին գնալու թուրքական ընդդիմության ապագա իշխանության, այսինքն երիտուրքերի հետ համագործակցության եւ նման պայմաններում խոսել, թե հայդուկային շարժումը ցեղասպանության պատճառ դարձավ, դա ոչ միայն լկտի սուտ է, այլ բացարձակ կեղծիք եւ մանիպուլյացիա, որովհետեւ հակառակ այդ փուլում հայությունը համաձայնվել էր ընդհանրապես դադարեցնել որևէ գործողություն, ավելին երիտուրքերի իշխանության գալուց հետո ընդհանրապես բոլոր զինապահեստները գաղտնի զենքի բոլոր պահեստները թուրքական ոստիկանությանը ուղակի տարել եւ ցույց են տվել։ Եվ այս առումով ուղակի հերյուրանք եւ անբարոյականությունը հայդուկային շարժմանը մեղադրելը հայոց ցեղասպանության նախապատրաստման կամ հրահրման մեջ։ Սա ուղակի խայտառակ պնդում է, որ արվում է հայ ազատագրական շարժման այն երևելի գործիչների նկատմամբ, ովքեր որ ձգտել են իրենց գործողություններով որքան հնարավոր է շատ հայկական բնակավայրեր փրկել ջարդարարական գործողություններից։ Վերադառնալով աղբյուր Սերոփի կերպարին պետք է նշել, որ նա հայդուկային շարժման հայտնի նշանավոր դեմքերի եւ կարելի ասել 20-րդ դարի սկզբի հայաստագրական շարժման գրեթե բոլոր գործիչների համար ծառայել է որպես կարևոր օրինակ անձնազոհության, պայքարի, սխրանքի եւ նաեւ ինքնազոհողության կարևոր օրինակ, որի հենց ճանապարհն էլ ուղենիշային է եղել բոլորի համար։ Աղբյուր Սերոփի օրինակը հետաքրքիր է նրանով, որի տարբերություն հայդուկների մեծ մասին ընտանիք է ունեցել։ Սովորաբար հայդուկների համար սահմանվում է, որ նրանք ընտանիք չպետք է ունենան, որովհետև ցանկացած հաջորդ գործողություն կարող է նրանց համար լինել վերջինը։ Ավելին, կարող է նրանք գործողություն չպլանավորեին եւ հանկարծ նրանց թուրքական հետախուզությունը կամ քրդական ավազակախմբերը հայտնաբերեին եւ փորձեին ոչնչացնել։ Նման պարագայում չէր կարելի ընտանիքը վտանգի տակ դնել։ Եվ այստեղ իհարկե աղբյուր Սերոփի պարագան բացառություն է։ Մենք գիտենք նաեւ Գևորգ Չավուշի օրինակը, որ նա խախտել է այս մոտեցումը եւ ամուսնացել է։ Այստեղ պետք է նշել, որ աղբյուր Սերոփի պարագան, աղբյուր Սերոփի ամուսնությունը տեղի ունեցել նախքան նրա գործունեության ծավալումը եւ հետագայում պետք է նաեւ նկատի ունենալ, որ նրա կինը եւ որդին եւս ազատագրական շարժման մեջ ներգրավել են, հայդուկային շարժման կարևոր մաս են եղել եւ նրա վերջին գործողության ժամանակ սպանվել է ոչ միայն աղբյուր Սերոփը, այլ նաեւ նրա որդին, երկու եղբայրները եւ վիրավոր կինն էլ գերեվարվել է, այսինքն աղբյուր Սերոփի պարագայում ընտանիքը ոչ թե իրենից անջատ խաղաղ պայմաններում գործող ընտանիք է եղել, այլ անմիջապես ներգրաված է եղել հայդուկային շարժմանը եւ ցավոք փաստորեն նաեւ զոհաբերության այդ ճանապարհը ինքնազոհության ճանապարհը նա ընտրել էր, բնորոշ է եղել նաեւ նրա ընտանիքին։ Աղբյուր Սերոփը հավերժ կմնա հայ ազատագրական շարժման պատմության մեջ իբրև ամենանշանավոր դեմքերից մեկը։ Այսպիսով այսօրվա մեր հաղորդումը մոտեցավ իր ավարտին։
կհանդիպենք հաջորդ շաբաթ մեր պատմությունը հաղորդաշարի եթերում։ Հաջողություն։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։